Լույսը շատ բարի է, օրն էլ է շատ բարի, Տերը օրնի ձեր օրը, եկեք Տիրոջ խոսքը վերցնենք, կարդանք, կատարենք Տիրոջ խրատները, Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիների նամակում վերջում 5-րդ գլխում շատ լավ կարճ դիպուկ խրատներ է տալիս եւ եկեք վերցնենք այս խոսքերը եւ իրականություն դարձնենք 5:15-ից կկարդամ Զգուշ կացեք, միգուցե մեկը չարի տեղ չարը հատուցանե, այլ ամեն ժամանակ բարիին հետևեցեք, իրար հետ եւ ամենի հետ, ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոթք արեք, ամեն բանի մեջ գոհացեք, որովհետեւ սա է Աստծո կամքը ձեզ վրա, Քրիստոս Հիսուսումը, հոգին մի հանգցնեք, մարգարեությունները մի անարգեք, ամեն բան փորձեցեք, բարին ամուր բռնեցեք, ամեն կերպ չար բանից հեռու կացեք, եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անե բոլորովին, եւ ձեր բոլոր մարմինը, հոգին, շունչը անարատ պահվի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը, հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ եւ կանել, հալելույա, ամեն, հրաշալի խոսքեր են սիրնես, Տիրոջ խոսքը, ես գիտեք իմ ուղերձը, բարին, ամեն բան թող բարին գործակից անի եւ Տերը այստեղ ինձ եւ քեզ ուղղորդում է, որ ես եւ դու բարին հետևենք, չարին տեղ չտանք, սերս, չարը միշտ կա, միշտ գալիս է, երբ որ ես եւ դու բարին հետևենք, ուրախությունը կգա, աղոթքի հոգին կգա, Տիրոջ հոգին չի մարվի, սիրես, ես եւ դու մարգարեությունները չենք անարգի եւ մարգարեությունների մասին կխորենք եւ մարգարեությունները մարմին կսարքենք, իրականություն կդարձնենք մեր կյանքերում, երբ որ ես եւ դու ամեն բան չար բանից հեռու կանգնենք, խաղաղության Աստվածը մեզ հետ կլինի, ամեն ժամանակ սենես մեր հոգին շունչը մարմինը անարատ կպավի, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը, հավատարիմ անասենես, որ նա մեզ կանչեց ու կանել, նրա հետ ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով, փառք նրան, ահա թե ինչու աստեղ ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև Աստծո կամքը սա է, մեզ վրա Քրիստոս Հիսուսումը, փառք քեզ, գոհություն քեզ, Հայր, շնորհակալ ենք ամեն ինչի համար, որ դու տվել ես մեզ քո արքայությունը, Տեր, փառք քեզ, քո արքայությունը, որ մեր ներսում է, Տեր իմ Աստված, շնորհակալ ենք Հայրս, Հիսուսի անունով, ամեն։